Թրիփի շրջանակներում հիմա կան բնականաբար ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ որ մտնում է Նախճեվանից հետո չմտնի Հայաստան եւ շրջանցի Հայաստանը։ Ինչ է նշանակում թրիփի շրջանակներում եղած ուժեր։ Փաշինյանը չի ասում, բայց պնդում է, թե այդ ուժերը ցանկանում են, որ թրիփի երկաթուղին Մեղրիով մտնի Նախիջևան ու վերջ։ Չեն ցանկանում, որ այն շարունակվի դեպի Երասխ ու Ախուրիկ։ Ըստ Փաշինյանի, ներդրողները խուսափում են թրիփը երկարացնելու գործի տակ մտնել, քանի որ հայկական երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում։ Ցավոք սրտի Ռուսաստանի եւ շատ երկրների հարաբերություններ սուր են։ Եվ ես զգում եմ, մենք իհարկե ամեն ինչ անում ենք հետ համոզելու համար եւ համոզելու համար, որ այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է եւ Ռուսաստանը մեր տպավորությամբ եւ համոզմամբ որևէ ձևով չի ցանկանում եւ գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։ Համոզում է Փաշինյանը գործընկերներին, բայց նրանք այդպես էլ չեն համոզվում։ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Փաշինյանը կարծում է, որ հայկական երկաթուղու կառավարումը պետք է վերցնել ռուսական ընկերությունից տալ մի երրորդ երկրի։ Ղազախական Ալթան Կրան ոսկե արծիվ շքանշանակիրը հասկացրել է, որ երրորդ երկիր ասելով Ղազախստանը նկատի ունի։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Օրինակ Ղազախստանը ըստ էության ստացվում է, որ ինչ որ ուժեր պարտադրում են ինքնիշխան Հայաստանին երկաթուղու կառավարիչ փոխել։ Ինչպես կարող են ինքնիշխան պետությանը պարտադրել, որպեսզի նա իր երկաթուղու կառավարչին ընտրի, այսպես ասած, ինչ որ շահագրգիռ կողմերի ցանկությամբ կամ ինչ որ շահագրգիռ կողմերի նպատակահարմարությամբ։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը չի բացառում, որ Թուրքիան չի ցանկանում, որ թրիփի երթուղին երկարացվի մինչև Երասխ ու Ախուրիկ, ինչը Հայաստանի համար շահավետ կլիներ։ Հայ-ամերիկյան ընկերությունը Մեղրիից Նախիջևան 42 կիլոմետրանոց երկաթուղին է կառուցելու։ Նախատեսվում է, որ հենց Նախիջևանում էլ կավարտվի թրիփը։ Բայց որպեսզի այս նախագիծը օգուտ բերի Հայաստանին, լավ կլինի, որ երկաթուղին շարունակվի մինչև Երասխ, միանա Գյումրի-Կարս երկաթուղուն։ Թուրքիան նախընտրում է, որ Նախիջևան հասած երկաթուղին նորից չմտնի Հայաստան, այլ Նախիջևանից միանգամից միանա թուրքական երկաթուղուն։ Եթե Թուրքիան դեռ տարիներ առաջ է կառուցել Կարս Իգդիր եւ հետո Իգդիրից Նախիջևան երկաթուղային կապը, արդյոք ընդհանրապես իրենք չեն պահանջի, որ թրիփը Նախիջևանով շարունակվի ոչ թե դեպի Հայաստան, այլ դեպի Կարս եւ այստեղ ռուսական կառավարումը կարող է լինել հենց թուրքական կողմի բարձրացրած հարցը։ Հիմա, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները հայտարարում են, թե պատրաստվում են բանակցություններ սկսել երկաթուղու Երասխի եւ Գյումրիի մոտ գտնվող Ախուրիկի հատվածները վերանորոգելու շուրջ, Փաշինյանը հող է նախապատրաստում հայկական երկաթուղու ռուսական կառավարումից հրաժարվելու համար։ Հայկական երկաթուղին 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել ռուսական կողմին 2008 թվականին։ Եվս 10 տարի ժամկետը երկարացնելու հնարավորությամբ, եթե Ռուսաստանը չհամաձայնի վերանայել պայմանագիրը մինչև 2038 թվականը, քաղաքագետի կարծիքով Փաշինյանը թրիփը Հայաստանի տարածքով չերկարացնելու մեղավոր է կարգելու Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանը չցանկանա վերանայել պայմանագրի իրավունքները, այդ պարագայում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից կստանա փաստարկ, թե ինչու թրիփը չի շարունակվում Հայաստանով Նախիջևանից հետո, եւ հերթական անգամ, այսպես ասենք, պատասխանատվությունը կգցի Ռուսաստանի գրպանը, այստեղ նաեւ ներքաղաքական դիվիդենտներ, քարոզչական դիվիդենտներ շահելով, կամ փաստացի կարող է ստացվել, որ սա կդառնա հայ-ռուսական հարաբերության լարման մի պատճառ։ Ռուսաստանից դեռևս չեն արձագանքել հայկական երկաթուղու ռուսական կառավարումից հրաժարվելու մտադրության մասին Փաշինյանի հայտարարությանը։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդիլյան, Հայլուշ։